Ինչպես խոստացել էի սիրելի բարեկամներ, սկսել ենք շարք, ինչ գիրք եմ կարդացել այսօր։ Այսօր ես սկսել եմ կարդալ վաղուց գնված մի գիրք, որը չէի կարդում, չնայած ես Թուրքիայի մասին շատ բաներ գիտեմ, բայց այս անգամ Թուրքիայի պատմության իհարկե։ Այս անգամ որոշեցի կարդալ հենց թուրք պատմաբանի կողմից գրված գիրք Մեհմեդ Յիլմազի։ Ռուսերենով է այն, ես այս գիրքը on-line եմ ձեռք բերել։ Եվ ինձ հետաքրքիր էր, թե թուրքերը իրենց մասին ինչ են ասում եւ ինչ են ասում հայերի մասին։ Դեռևս հայերի մասին ոչինչ չեմ հասցրել տեսնել։ Օսմանյան կայսրության ծնունդը, բաժնից։ Եվ ովքեր չգիտեն Թուրքիայի պատմությունը Թուրքիայի աչքերով, ինձ թվում է հետաքրքիր կլինի։ Եվ այսպես։ Մի անգամ իսկ թուրքերը ընդունում են, այս հեղինակը ընդունում է, որ իրենք ծագում են միջինասիական ցեղերից, քոչվոր ցեղերից, սելջուկներից, որը իրականում ցեղերից մեկն է, օղուզական եւ իր անունը Սելջուկ ձեռք է բերել հենց Սելջուկ բեյի իր ղեկավարի անունից։ Այդ մարդու անունը եղել է Սելջուկ։ Զորը հարամանատար Թուրքեստանում, դա Միջին Ասիան եւ Մոնղոլիան։ Այնտեղ եղել են 24 օղուզական ցեղեր, թուրքական ցեղեր, որոնցից մեկը Սելջուկի գլխավորած ցեղախումբն է եւ իր հրամանատարի անունով կոչվել է այդ ցեղը։ Ուրեմն տարածվել են միֆեր, թե ինչու է Սելջուկը իր ցեղախմբով Միջին Ասիայից եկել հասել մինչև իհարկե չի նշվում հայկական լեռնաշխարհ, մինչև Բյուզանդիայի տարածք։ Ուրեմն խոսվում է, որ իբր այդ ցեղախմբերի հիմնական առաջնորդ Սելջուկը այնքան գրավիչ տղամարդ էր, որ սկսում է խանդել նրան, մտածելով, որ կնոջը դավաճանում է եւ նրան արտաքսում է։ Մեկ այլ տարբերակով հենց այդ տիրակալի կինը հրահրում է իր ամուսնուն, որպեսզի սպանի Սելջուկին եւ Սելջուկը իմանալով այդ մասին դիմում են փախուստի։ Մի խոսքով ինչ որ անձնական թեմաներ են, բայց հենց հեղինակը թուրք այս պատմաբանը ընդունում է, որ պատճառը դա ցեղերի այդ քոչվոր ցեղերի կողմից իրենց անասունների համար արոտավայրերի խիստ բացակայությունն էր եւ դա ստիպեց որոշ ցեղախմբերի նոր արոտավայրեր փնտրելու համար դիմել գաղթի։ Եվ ի վերջո 11-րդ, 10-11-րդ դարերում խորանալով գալով այնտեղ մի քանի նոր առաջնորդներ են ունենում, հենց ինքը Սելջուկը ոչ մի բանով աչքի չի ընկել, այսպես նվաճողական բաներով, նվաճողական քաղաքականությամբ, այնուհետև նրա հետևորդները, այսպես ասած ժառանգները, մասնավորապես Թողրիլ Բեկը 11-րդ դարի սկզբերին դառնում է Խորասանում, Թուրքեստանի տարածքում այդ Սելջուկների պետության առաջնորդ եւ սկսում նվաճումներ եւ հարձակումներ, ընդհանուր մինչեւ Բաղդադն է նվաճում, արաբական խալիֆայության այնտեղ հաստատում ամուսնական կապեր արաբական այս խալիֆների ընտանիքների հետ եւ ի վերջո տիրանում է խալիֆայության արաբական խալիֆայության տարածքներին։ Նրան հետագայում փոխարինելու է գալիս իհարկե ոչ իր անմիջական ժառանգը, բայց Արփ Արսլանը։ Արփ Արսլան։ Նա է գրավում Կովկասյան տարածաշրջանը, մեր հայկական լեռնաշխարհի շրջանները եւ Փոքր Ասիան։ Դա տեղի ունենում Մանասկերտի ճակատամարտում 1071 թվականին եւ գիտեք ինչն է այստեղ հետաքրքիր, այս Մանասկերտի ճակատամարտը թուրքերի սելջուկների համար շատ յուրահատուկ դատա է։ Եվ ստացվում է այնպես, որ հենց այդ Մանասկերտի ճակատամարտը, որը Հայաստանի պատմական Հայաստանի տարածքն էր, արդեն հայկական պետականություն չկար։ Եվ Բյուզանդիան ոչնչացրել էր հայկական պետականությունը, բայց հայերը շարունակում էին այդ տարածքներում ապրել եւ հենց Մանասկերտի ճակատամարտում ամենակատաղի կռիվը հայերն են տվել թուրքերի դեմ։ Եվ ես գիտեք, դա իմ անձնական վերլուծությունն է, իմ անձնական այսպես մտքերն են, որ թուրքերը ինչու մեզ այդպես ատում են ի սկզբանե եւ չեն ընդունում մեր պետության գոյության իրավունքը, որովհետեւ երբ նրանք եկել են այս տարածաշրջան, նրանք մեզ համարել են, մեզ տեսել են որպես իրենց թշնամի Բյուզանդիայի ենթականներ հպատակներ, որը չունի սեփական պետականություն, եւ այդ ընկալումը իրենց հայերի միշտ մնացել է։ Օրինակ մուսուլմանների մեջ գիտեք ինչ հավատամք կա, Մուհամեդն ասել է, որ հրեաները պետություն չպետք է ունենան, որովհետեւ երբ արաբների եւ հրեաների միջեւ միշտ եղել է հակամարտություն եւ երբ հրեաները կորցրել են իրենց պետականությունը, միշտ այդ պայքարը գնացել է։ Եվ արաբները երբ ստեղծել են խալիֆայություն, հրեաները չեն ունեցել պետություն, եւ այդ համոզմունքը մտել է արաբների մեջ, մուսուլմանների մեջ, որ հրեաները չպետք է պետություն ունենան։
Եվ իմ տպավորությամբ թուրքերը այդպես գալով այս տարածաշրջան եւ անձամբ չբախվելով հայկական պետությանը, այլ բախվելով Բյուզանդիային, Բյուզանդիան գիտեք հույներ էին հիմնականում, արևելյան հռոմեական կայսրություններ Կոստանդնուպոլսով, Ստամբուլով, մայրաքաղաք եւ Ստամբուլը, բայց հետո շատ ավելի ուշ է գրավվել։ Մենք տեսնում ենք, որ 11-րդ դարում առաջին անգամ սելջուկները Արփարսլանի գլխավորությամբ գալիս են Փոքր Ասիա եւ Անդրկովկասի տարածաշրջանը գրավում, բայց բուն Կոստանդնուպոլիսը նվաճվել է շատ ավելի ուշ 15-րդ դարում։ Եվ այդ ժամանակ Օսմանյան կայսրությունը հասել է իր գագաթնակետին հզորության։ Այս հենց տողերը, տեսեք, առաջին տողերն են, որ սկսվում է։ Ես չեմ ուզում շատ այլ մանրամասներ ասել, բայց մենք տեսանք, որ ինչ առանձնահատկություն է։ Թուրքերը հենց իրենք ընդունում են, որ եկել են Միջին Ասիայից, ի տարբերություն ադրբեջանցիների, որ հեքիաթներ են պատմում, որ իրենք միշտ են այստեղ եղել, եւ դա առանձին մի պատմություն է, դրա մասին կխոսեմ, թե ինչու են ադրբեջանցիք վերցրել հին աղվանքի, իրենց են վերագրում, որ իբր նախնիները իրենց եղել են քրիստոնյաներ, եւ դա ունի հատուկ քաղաքականություն, որպեսզի մեր մշակութային քրիստոնեական արժեքները հայկական վերագրեն իրենց, ասելով, որ դա աղվանական է, բայց դա առանձին պատմություն է։ Մի խոսքով այսօր կարդում էի դա թուրք գրողի, թուրք պատմաբանի հայացքով, տեսնելով իրադարձությունները, հայերի մասին դեռևս խոսք չկա, բայց ես լավ իմանալով Մանասկերտի ճակատամարտի մասին, որ դա տեղի է ունեցել եւ դա թուրքերի պատմական հիշողության մեջ մեծ դեր է խաղում։ Եվ ես այստեղ եմ տեսնում նրանց վերաբերմունքի արմատները։ Նրանք մեզ չեն ընկալել ի սկզբանե որպես պետականակերպ ժողովուրդ, ազգ, բայց միաժամանակ տեսել են մեր կատաղի պատերազմը Բյուզանդիայի օգտին իրենց դեմ եւ այդ օրվանից հենց առաջին օրվանից մեզ վերաբերվել են որպես թշնամիներ ու ատել են։ Այսօր այսքանը, շարունակելով կարդալ Թուրքիայի մասին այս գիրքը, հենց թուրք պատմաբանի գրած, հետագա ուշագրավ մանրամասները կպատմեմ ձեզ մեր մյուս հանդիպումներում։ Հավանեք, բաժանորդագրվեք, տարածեք, որովհետև հետո ավելի հետաքրքիր է լինելու։